Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի համար 147 հիմնական դպրոց, որը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ։ Միջոցառմանը ներկա էին նաև նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներն ու հարազատները։ Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդին 2003-ից 2011 թվականներին սովորել է այս դպրոցում։ Ավանդույթներ ունեցող դպրոցն այսօր հպարտ է իր բազմաթիվ շրջանավարտներով, ովքեր մեր երկրի ու հասարակության համար դարձել են նվիրալներ, նշել են միջոցառման մասնակիցներն ու նկատել, որ Ռոբերտ Աբաջյանով այսօր հպարտ է ոչ միայն նրա հարազատ կրթօջախը, այլև ողջ հայությունը։ Անվանակոչված 147 հիմնական դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը Ալեքսանդր Աբաջյանին։ Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Արցախի հերոսի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել կրթօջախի բակում Աբաջյանների ընտանիքի կողմից տեղադրված հուշաքարին հարգանքի տուրք մատուցել հերոսի հիշատակին։ Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այս նախաձեռնությունը քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ է։ Սա իրականում գնահատական է և մենք բոլորս ենք պարտավոր մեր հերոսների նման վերաբերմունք ցույց տալու և պետք է մենք ուշադրության կենտրոնում պահենք մեր բոլոր այն ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լուսաշխարհ բերել և այսօր մենք կարողանում ենք մեր անկախ պետության մեջ անվտանգ ապրել։ Դա իրենց շնորհիվ է և մենք հպարտ ենք, որ ունենք նման երիտասարդներ։ Այսօր իրանք ֆիզիկապես մեր հետ չեն, բայց հոգեպես և ամեն օր մեր հետ է և օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար։